Ողջույն սիրելի հետևորդներ, ԱՄՆ գլխավոր լուրերի այս թողարկմանը դիտեք. ձվի գները նոր ռեկորդ են սահմանում։ Թռչնագրիպի պատճառով ոչնչացվել է միլիոնավոր հավեր, իսկ զատիկից առաջ գները շարունակում են աճել։ Տվյալների արտահոսքի փոխհատուցում, T-Mobile-ի $350 միլիոն արժողությամբ հայցի գումարները վերջապես կսկսեն բաժանվել։ Ստուգեք, արդյոք դուք էլ կարող եք ստանալ։ Ուկրաինա-Ռուսաստան զինադադար Մոսկվան սպասում է ԱՄՆ-ի առաջարկած 30-օրյա հրադադարի մանրամասներին։ Թրամփը զգուշացնում է Կրեմլին, ֆինանսական հետևանքները կարող են կործանարար լինել։ Թեժ առևտրային պատերազմ, Թրամփը 25%-ով բարձրացնում է մաքսատուրքերը պողպատի ու ալյումինի վրա, Եվրոպան և Կանադան պատասխանում են միլիարդավոր դոլարների հակաքայլերով։ ԱՄՆ-ում բյուջետային ճգնաժամ, Կոնգրեսը փորձում է խուսափել կառավարության փակվելուց, հանրապետականներն էլ միավորվել են, բայց դեմոկրատները պատրաստ են պայքարի։ Մահմուդ Խալիլի գործը շարունակում է թեժանալ, Կոլումբիայի համալսարանի պաղեստինյան ակտիվիստը կշարունակի մնալ կալանքի տակ, մինչև դատարանը կքննի նրա փաստաբանների հայցը։ Տիեզերական նոր առաքելություն, ՆԱՍԱ-ն ուղեծիր է դուրս բերել Սփերեքս աստղադիտակը, որը կքարտեզագրի միլիոնավոր գալակտիկաներ։ Մթնոլորտային գետեր, գիտնականները զգուշացնում են, այս վտանգավոր եղանական երևույթներն ավելի հաճախակի ու ուժեղ են դառնում գլոբալ տաքացման հետևանքով։ Այս եւ այլ թեմաների մանրամասները հաջորդիվ։ Թրամփի վարչակազմը վերսկսել է ներգաղթյալ ընտանիքների կալանավորումը հարավային Տեխասում գտնվող հաստատությունում, ինչը դադարեցվել էր Բայդենի օրոք։ Այս մասին հայտնել է Ռեյսիս իրավական ոչ առևտրային կազմակերպությունը, որը ծառայություններ է մատուցում միգրանտ ընտանիքներին։ Ըստ Ռեյսիսի, ընտանիքները, այդ թվում 1 տարեկան երեխաներ ունեցող ծնողներ, ներկայումս գտնվում են Տեխասի Կարներ շրջանի կալանավորման կենտրոնում, որը գտնվում է Սան Անտոնիոյից մոտ 80 կիլոմետր հարավ-արևելք։ Ընտանիքները ժամանել են Հայաստանից, Կոլումբիայից, Ռումինիայից, Իրանից, Անգոլայից, Ռուսաստանից, Թուրքիայից եւ Բրազիլիայից, սակայն գաղտնիության եւ անձնական տվյալների պաշտպանության համատեքստում չի նշվում, թե քանի ընտանիք որ երկրից է։ Կազմակերպության արտաքին հարաբերությունների պատասխանատու Ֆայսաթ Ալ-Ջուբարին հայտնել է, որ ընտանիքներից մի մասը ձերբակալվել է նահանգների Մեքսիկա կամ Կանադայի սահմանների մոտ։ Որոշ ներգաղթյալներ երկրում եղել են ընդամենը 20 օր, իսկ մյուսները մոտավորապես 10 տարի։ Ձվի գները կրկին ռեկորդային ցուցանիշներ են գրանցել, քանի որ թռչնագրիպը շարունակում է տարածվել, նաև մոտենում է զատիկը։ Վերջին սպառողական գների ինդեքսը ցույց է տալիս, որ փետրվարին 10A դասի ձվերի միջին գինը 10.4%-ով ավելի էին, քան նախորդ տարվա նույն ամսին։ Միևնույն ժամանակ այն շարունակում է աճ գրանցել։ Թռչնագրիպի պատճառով ֆերմերները ստիպված են եղել ոչնչացնել ավելի քան 166 միլիոն թռչուն, որոնց մեծ մասը ձուածող հավեր էին։ Միայն այս տարվա սկզբից ոչնչացվել է ավելի քան 30 միլիոն հավ։ Թրամփի վարչակազմը ներկայացրել է թռչնագրիպի դեմ պայքարի ծրագիր, որը ներառում է $500 միլիոն ներդրում ֆերմերներին կենսապաշտպանության միջոցառումների համար, $400 միլիոն լրացուցիչ աջակցություն ֆերմերներին, որոնք տուժել են, ինչպես նաև $100 միլիոն ԱՄՆ-ի թռչնաբուծության համար պատվաստանյութերի եւ բուժման միջոցների հետազոտության ու մշակման համար։ Սակայն այս ծրագրերի ազդեցությունը ակնկալվում է ոչ շուտ, քան մի քանի ամսից։ T-Mobile-ի կողմից 2022 թվականին համաձայնեցված $350 միլիոն խմբային հայցի փոխհատուցումը վերջապես կսկսի տրամադրվել հաճախորդներին հաջորդ ամսվանից։ Այս խմբային հայցն առաջացել է 2021 թվականի օգոստոսին տեղի ունեցած կիբերհարձակման հետևանքով, որի ժամանակ 76 միլիոն T-Mobile-ի հաճախորդների անձնական տվյալներ էին գողացել, ովքեր իրավասու են ստանալ փոխհատուցում դեռևս 2022 թվականին ծանուցվել են, բայց եթե մոռացել են, ապա պետք է իմանալ, որ ընդհանուր առմամբ բոլոր 76 միլիոն հաճախորդները, որոնց տվյալները խախտվել են, որակավորված են փոխհատուցում ստանալու համար։ Գումարի չափը կախված կլինի նրանից, թե որքան ժամանակ եւ գումար եք կորցրել տվյալների արտահոսքի հետևանքով։ Եթե դուք ծախսեր եք ունեցել նաեւ փորձելով կանխել կամ վերականգնվել խարդախությունից կամ ինքնության գողությունից, դուք իրավունք ունեք ստանալու մինչև $25,000 փոխհատուցում։ Այս հաճախորդները պարտավոր էին ներկայացնել փաստաթղթեր, որոնք ցույց էին տալիս իրենց կրած վնասները։ Եթե դուք փաստաթղթեր չեք ներկայացրել, սակայն տվյալների արտահոսքը ազդել է նաև ձեզ վրա, ապա կստանաք մինչև $25, իսկ Կալիֆոռնիայում բնակվող հաճախորդները մինչև $100։ Նախապատվությունը կտրվի փաստաթղթավորված ծախսերի փոխհատուցմանը, իսկ մնացած գումարը կբաշխվի պրո-ռատա սկզբունքով որպես կանխիկ փոխհատուցում։ Սա նշանակում է, որ ձեր ստացած գումարը կարող է ավելի քիչ լինել, քան $25։
Եթե համոզված չեք, որ ձեր տվյալներն ընդգրկված են այս փոխհատուցման մեջ, կարող եք կապ հաստատել հաշվարկային գործակալության հետ առցանց կամ զանգահարելով 833 512 2314 հեռախոսահամարին։ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան դեռևս սպասվում է Վաշինգտոնի կողմից ավելի մանրամասն տեղեկատվության 30-օրյա հրադադարի առաջարկի վերաբերյալ։ Ռուսական կողմը նախկինում միշտ հրաժարվել է ժամանակավոր հրադադարներից պնդելով, որ ցանկանում է վերջնական խաղաղ համաձայնագիր։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը կփորձի մի քանի ուղիներով կապ հաստատել Մոսկվայի հետ, պարզելու արդյոք Պուտինը պատրաստ է բանակցել պատերազմի ավարտի շուրջ։ Թրամփի հատուկ բանակ գնաց Սթիվ Ուիթքոֆը կայցելի Մոսկվա հնարավոր հանդիպման համար Պուտինի հետ։ Միացյալ Նահանգները վերականգնել է Ուկրաինային արբանյակային հետախուզական հասանելիությունը, իսկ ռազմական օգնությունը վերականգնվել է ՆԱՏՕ-ի միջոցով, որը զենք է տրամադրում Ուկրաինային Լեհաստանի Ռժեշով քաղաքում գտնվող լոգիստիկ կենտրոնից։ Քանի դեռ Միացյալ Նահանգները սպասում է Ռուսաստանի արձագանքին Ուկրաինայի հետ առաջարկված զինադադարին, որը մշակվել է ամերիկյան պաշտոնյաների կողմից, նախագահ Թրամփը զգուշացումներ է հղում Ռուսաստանի ղեկավարներին։ Ֆինանսական առումով, այո, մենք կարող ենք անել շատ վատ բաներ Ռուսաստանի համար, ինչը կլինի կործանարար նրանց համար, ասել է Թրամփը, պատասխանելով պատժամիջոցների մասին հարցին եւ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու հնարավորությանը ընդունելու զինադադարը։ Նա խոսել է Սպիտակ տանը Իռլանդիայի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ։ Թրամփն ավելացրել է, որ ինքը չի ցանկանում վնասել Ռուսաստանին, այլ ցանկանում է խաղաղություն տեսնել 3 տարի շարունակվող պատերազմի վերջում։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտն էլ հայտնել է, որ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հեռախոսազրույց է ունեցել ռուս գործընկերոջ հետ։ Մենք կոչ ենք անում ռուսներին ընդունել այս ծրագիրը, նշել է Լևիտը։ Մենք երբևէ այսքան մոտ չենք եղել այս պատերազմին վերջ դնելու հարցում։ Նպատակին շատ մոտ ենք եւ նախագահը ակնկալում է, որ ռուսները մեզ հետ միասին վերջնականապես կկնքեն այս գործարքը։ Նախքան Սաուդյան Արաբիայում բանակցությունները Ռուբիոն նշել էր, որ բանակցողները չեն նստելու սեղանի շուրջ քարտեզի վրա սահմաններ գծելու։ Սակայն Թրամփն այսօր հաստատել է, որ տարածքների հարց է քննարկվել։ Մենք քննարկել ենք հողերի հարցը եւ այլ կարևոր գործոններ, որոնք կապված են դրա հետ, ասել է Թրամփը։ Մենք պարզապես զինադադար չենք հայտարարում։ Մենք գիտենք ինչ տարածքների մասին է խոսքը եւ պետք է արդյոք զորքերը հետ քաշվեն, թե ոչ։ Մենք քննարկել ենք բոլոր մանրամասները, որպեսզի զուր ժամանակ չվատնենք։ Նախագահ Թրամփը բացահայտ մարտահրավեր է նետել Միացյալ Նահանգների դաշնակիցներին 25%-ով բարձրացնելով բոլոր պողպատի եւ ալյումինի ներմուծումների մաքսատուրքերը։ Նա հայտարարել է, որ մտադիր է վերականգնել այն հարստությունը, որը գողացվել է այլ երկրների կողմից, ինչն արագ արձագանք է ստացել Եվրոպայից եւ Կանադայից։ Եմեն հայտարարել է պատասխան քայլերի մասին։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ասել է. Եմեն պատրաստվում է պատասխանել 26 միլիարդ եվրոյի, մոտավորապես 28 միլիարդ դոլար հակաքայլերով։ Այս միջոցառումները, որոնք ընդգրկում են ոչ միայն պողպատն ու ալյումինի արտադրանքը, այլև տեքստիլ, կենցաղային տեխնիկա, գյուղատնտեսական ապրանքներ, որոնք ուժի մեջ կմտնեն ապրիլի 1-ին։ Միևնույն ժամանակ Կանադան հայտարարել է, որ կսահմանի մոտավորապես 30 միլիարդ կանադական դոլարի, նույն ինքը 20.7 միլիարդ ԱՄՆ դոլարի պատժամիջոցային մաքսատուրք ամերիկյան ապրանքների վրա, ներառյալ պողպատը, ալյումինը, համակարգիչները, սպորտային սարքավորումները եւ ջրատաքացուցիչները։ Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին ասել է, որ երկիրը չի պատրաստում նահանջել։ Թրամփը վստահ է, որ բարձր մաքսատուրքերը կստիպեն արտադրողներին վերադառնալ Միացյալ Նահանգներ եւ նոր գործարաններ բացել։ Այս մաքսատուրքերը Կանադայի համար հասցվել էին 50%-ի, սակայն Սպիտակ տունը հրաժարվել է այդ միջոցից, երբ Կանադան դադարեցրել է էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը։ Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը նշել է, որ երկիրը կսպասի մինչև ապրիլի 2-ը, որոշելու թե ինչպես կարձագանքի պողպատի եւ ալյումինի մաքսատուրքերին։ Այս ամենի համատեքստում Թրամփը շարունակում է սրել առևտրային պատերազմի Եվրոպայի հետ, հայտարարելով, որ Միացյալ Նահանգները կպատասխանի Եվրոպական միության նոր արդեն իսկ սահմանած հակաքայլային մաքսատուրքերին, որոնք ուղղված են ամերիկյան արտահանման դեմ։ Իհարկե, ես արձագանքելու եմ, ասել է Թրամփը Իռլանդիայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ։ Եվրամիությունը ստեղծվել է Միացյալ Նահանգներից օգտվելու համար, նշել է Թրամփը, ընդգծելով, որ ԵՄ երկրները, այդ թվում Իռլանդիան, տնտեսական առավելություններ են ստացել ամերիկյան ընկերություններից։ Թրամփը հատկապես թիրախավորել է Իռլանդիայում տեղակայված ամերիկյան տեղագործական ընկերությունները, պնդելով, որ նրանք տեղափոխվել են այնտեղ հարկային խթանների պատճառով։ Իռլանդացիները խելացի են, դուք խելացի ժողովուրդ ունեք, ասել է Թրամփը, դիմելով Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինին։
Եվ դուք մեր դեղագործական ընկերությունները ու այլ ձեռնարկությունները տարել եք ձեզ մոտ հարկային քաղաքականության միջոցով։ Նրանք տեղափոխվեցին այնտեղ, որովհետև դուք շատ լավ պայմաններ ստեղծեցիք։ Երբ մեր դեղագործական ընկերությունները սկսեցին տեղափոխվել Իռլանդիա, ես կասեի. լավ, եթե ուզում եք տեղափոխվել, դա ձեր ընտրությունն է, բայց եթե ցանկանում եք, որ ձեր արտադրանքը վաճառվի Միացյալ Նահանգներում, ես ձեզ վրա 200% մաքսատուր կսահմանեմ։ Գիտեք թե ինչ կանեին նրանք կմնային այստեղ, հավելել է Թրամփը։ Նախնական հայտարարված ԵՄ-ից ներմուծվող ապրանքների վրա 25% մաքսատուրքերը պետք է ուժի մեջ մտնեն ապրիլի 2-ից։ Այսպիսով ԱՄՆ ԵՄ առևտրային պատերազմը նոր փուլ է մտնում, որը կարող է լուրջ ազդեցություն ունենալ միջազգային շուկաների, սպառողների եւ արտադրողների վրա։ Կոնգրեսում կրկնվող իրավիճակ է։ Թրամփի նախագահության առաջին օրերին ժամանակավոր բյուջեն ընդունվեց բավականին դժվար։ Հանրապետականները չկարողանալով ինքնուրույն ընդունել դաշնային ֆինանսավորման օրենքը, կանգնեցին կառավարության հնարավոր փակման վտանգի առաջ։ Մինչև դեմոկրատներից մի քանիսը միացան կանխելով տնտեսական կործանումը, բայց այս անգամ ամեն ինչ այլ էր։ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը հաջողեց անսպասելին պահպանելով իր կուսակցության միասնականությունը եւ ստիպելով նույնիսկ Ազատության խմբին ամենածայրահեղ պահպանողականներին աջակցել օրինագծին։ Սա դեմոկրատների համար բարդ իրավիճակ է, քանի որ տարիներ շարունակ քաղաքական առավելություն էր այն փաստը, որ հանրապետականները չեն կարողանում արդյունավետ կառավարել։ Օրինակիցն այժմ Սենատում է, որտեղ հանրապետականներն ունեն 53-47 մեծամասնություն, իսկ դեմոկրատները գրեթե չեն կարող կանխել ընթացող գործընթացները։ Սենատի դեմոկրատ առաջնորդ Չակ Շումերը կոչ է արել Սենատի հանրապետականներին գործարք կնքել դեմոկրատների հետ կարճաժամկետ ֆինանսավորման օրինագծի շուրջ, որպեսզի շարունակեն բանակցել ամբողջ տարվա բյուջեի շուրջ։ Այսօր կեսօրին Սենատի դեմոկրատները փակ դռների հետևում անցկացրել են ինտենսիվ քննարկում որոշելու, թե ինչպես են վարվելու ներկայացուցիչների պալատի օրինագծի հետ։ Հանդիպումը տևել է ավելի քան 1 ժամ։ Նրանք քննարկել են, թե արդյոք ապահովել անհրաժեշտ քվեները օրինագծի անցկացման համար, թե արգելափակել այն եւ գնալ կառավարության երկարատև փակման։ Այս բյուջեի հաստատումը Թրամփի անձնական ներգրավվածությունն էլ է ունեցել։ Նախագահն անհատապես զանգահարել է այն հանրապետականներին, ովքեր տատանվում էին, սպառնալով քաղաքական հետևանքներով։ Ռիչ Մակկորմիքը նշել է, որ անձամբ չի ստացել Թրամփի զանգը, բայց ներկա է եղել, երբ Թրամփը զանգահարել է մեկ այլ հանրապետականի։ Մամուդ Խալիլի ձերբակալությունից հետո դատավոր Ջեսի Ֆորմանը որոշել է, որ 30-ամյա ուսանողը չի կարող արտաքսվել, քանի դեռ դատարանը քննում է նրա փաստաբանների հայցը։ Վերջիններս պահանջում են, որ Խալիլը վերադառնա Նյու Յորք եւ ազատ արձակվի հսկողության տակ, պնդելով, որ նա օգտվել է արտահայտվելու ազատության իրավունքից եւ կառավարությունը ապօրինի կերպով հետապնդում է նրան դրա համար։ Դատավոր Ֆուրմանը որոշել է, որ Խալիլին պետք է հնարավորություն տրվի մեկ անգամ խոսել փաստաբանների հետ եւ մեկ անգամ էլ խորհրդակցություն ունենալ։ Կոլումբիայի համալսարանը դարձել է Պաղեստինի աջակցության ուսանողական շարժման կենտրոններից մեկը, ինչը հանգեցրել է հազարավոր ձերբակալությունների Միացյալ Նահանգների տարբեր համալսարաններում։ Նախագահ Թրամփը Խալիլի ձերբակալությունը անվանել է առաջինը շատերի շարքում, հայտարարելով, որ նա մտադիր է արտաքսել ուսանողներին, որոնք զբաղվում են ահաբեկչամետ, հակասեմական եւ հակաամերիկյան գործունեությամբ։ Խալիլի կալանավորումը բողոքի ցույցերի ալիք է առաջացրել Նյու Յորքում եւ մի շարք այլ քաղաքներում։ Երեք Վաշինգտոն Սքվեր պարկի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվել է 1 անձ, եւս 11-ի նկատմամբ կարգազանցության մեղադրանք է ներկայացվել։ Այս պահին Խալիլի գործով վերջնական որոշում չկա, սակայն նրա փաստաբանները պատրաստվում են նոր հայց ներկայացնել։ ՆԱՍԱ-ի նորագույն տիեզերական աստղադիտակը Սֆերեքսը արձակվել է ուղեծիր աննախադեպ մասշտաբով քարտեզագրելու համար։ Պաշտոնյաները վստահեցնում են, որ այս առաքելությունը հնարավորություն կտա ուսումնասիրել 100 միլիոնավոր գալակտիկաներ։ SpaceX-ի հրթիռն է Սֆերեքս աստղադիտակը դուրս բերել ուղեծիր Կալիֆոռնիայից։ Հրթիռի հետ միասին ուղեծիր են դուրս բերվել նաև արևը ուսումնասիրող 4 փոքր արբանյակներ։ $488 միլիոն արժողությամբ Սֆերեքսի առաքելության նպատակն է բացահայտել, թե ինչպես են ձևավորվել եւ զարգացել գալակտիկաները միլիարդավոր տարիների ընթացքում։ Ավելի մոտ մեր սեփական Ծիր Կաթին գալակտիկայում Սֆերեքսը կփնտրի ջուր, կյանքի համար անհրաժեշտ այլ բաղադրիչներ։ Սֆերեքսը սակայն չի կարող գալակտիկաները դիտել այնպիսի մանրամասնությամբ, ինչպես օրինակ ՆԱՍԱ-ի ավելի մեծ ու հզոր Hubble եւ Webb աստղադիտակները, որոնք ունեն ավելի նեղ դիտանկյուններ։ Փոխարենը այն չի կենտրոնանա առանձին գալակտիկաների վրա, այլ կգրանցի դրանց ամբողջական լույսը, ներառյալ այն, որը գալիս է տիեզերքի ամենավաղ ձևավորված գալակտիկաներից։
Վերջին շրջանում եղանակային անբարենպաստ պայմանները կապված են նաև մթնոլորտային գետերի հետ։ Այս երևույթը առավել հայտնի է Կալիֆոռնիայում և Միացյալ Նահանգների արևմտյան այլ շրջաններում իրենց բերած հորդարատ անձրևներով և քամիներով։ Վերջին 45 տարիներին մթնոլորտային գետերը դարձել են ավելի մեծ, խոնավ և հաճախակի աշխարհի տաքացման հետևանքով։ Այս մասին վկայում է Journal of Climate-ում հրապարակված հետազոտությունները։ Մթնոլորտային գետերը երկար և համեմատաբար նեղ շերտեր են, որոնք օդում տեղափոխում են ջրային գոլորշին օվկիանոսներից և տեղումներով լցնում տարբեր տարածքներ։ Հետազոտության համաձայն 1980 թվականից ի վեր դրանց ազդեցության տարածքը մեծացել է 6-ից 9%-ով, հաճախականությունը 2-ից 6%-ով, խոնավության մակարդակը նույնպես մի փոքր աճել է։ Գիտնականները վաղուց են կանխատեսել, որ կլիմայի փոփոխության հետևանքով պայմանավորված ածուխի, նավթի և գազի այրումից առաջացած գլոբալ տաքացմամբ օդը կպահպանի ավելի շատ խոնավություն, ինչը կհանգեցնի ավելի հզոր և վտանգավոր մթնոլորտային գետերի։ Հետազոտության ղեկավար հեղինակ Լեքսի Հենին Հյուսիսային Կարոլինայի համալսարանից, որն այս ուսումնասիրությունները կատարել է ՆԱՍԱ-ում աշխատելու տարիներին, ընդգծել է, որ այս փոփոխություններն առայժմ համեմատաբար փոքր են ապագայում սպասվող փոփոխությունների համեմատ։ Ավելի քան 1 տարի առաջ Կալիֆոռնիայում մթնոլորտային գետերի շարքը առաջացրեց հարյուրավոր սողանքներ և դարձավ մի քանի մահվան պատճառ։ Իսկ 1860-ականներին Կալիֆոռնիայի մայրաքաղաքը ստիպված տեղափոխվեց Սակրամենտոյից մթնոլորտային գետի առաջացրած ջրհեղեղի պատճառով։ Մթնոլորտային գետերն առկա են ոչ միայն Կալիֆոռնիայում, դրանք գրանցվում են ամբողջ ԱՄՆ-ում և անգամ աշխարհում, պարզապես ոչ միշտ են ճանաչվում որպես մթնոլորտային գետեր։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար, առողջ եղեք։